Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում սպասավորող շուրջ 200 հոգևորականներ, քահանաներ, աբեղաներ, վարդապետներ, թեմակալ առաջնորդներ, մայրաթորի միաբաններ մայիսի 26-ին մայր տաճարում էին մեկտեղվել առավոտյան ժամերգությամբ։ Մեկ ամբողջ օր Սուրբ Էջմիածնում անցկացնելու առիթը քահանայից հավաքներ ընձեռել։ Քահանաները միասին աղոթեցին երկրի խաղաղության, հայոց եկեղեցու անսասանության համար։ Սա մի հրաշալի առիթ է, գյուղում ծառայող, թե քաղաքում ծառայող քահանան կարողանա իր հարցերը բարձրացնել, իր հավատացյալներին հուզող թեմաների մասին խոսել, իր հարցերը տալ հենց ամենայն հայոց կաթողիկոսին եւ ստանալ պատասխաններ։ Այստեղ ինչպես միշտ քահանաներին լսում են եւ սա տարվա մեջ երկրորդ առիթն է, որ քահանան կարող է իր հարցը բարձրացնել, որը կուտակվել է իր ծառայության տարվա ընթացքում եւ ստանալ պատասխաններ, առաջարկներ անել, ծրագրեր ներկայացնել եւ սա արդեն 10 տարուց ավելի համակարգված տեղի է ունենում, ել չասեմ, որ եկեղեցու ամբողջ պատմության ընթացքում սա ընդունված գեղեցիկ ավանդույթ է, որ մենք քահանաներս հավաքվում ենք եւ ժողով ենք անում։ Բազմաթիվ հարցեր են եղել, դիմել ենք մայրաթոր, ճիշտ դիմելաձևով, առաջնորդի միջոցով եւ գտնում ենք պատասխանը, ստանում ենք պատասխանը։ Եվ բնականաբար հարցեր կարող են լինել, որ անմիջապես չի լուծվում։ Եվ ժամանակ է պետք դրան։ Անհրաժեշտ է այստեղ ճիշտ մոտեցում ունենալ եւ ամեն ինչ կլուծվի ինքնիրեն։ Իսկ թե ինչ է տալիս այս ժողովները քահանային, արդեն դուք տեսնում եք։ Բոլորս հավաքվում ենք միտեղ, եղբայրաբար քննարկում ենք հարցեր։ Երբ շատ հարցեր հավաքվում են տարվա ընթացքում, մանավանդ երբ մարտահրավերներն են բավականին շատ լինում, քահանաների համախումբ ներկայությունը եւ ապարերապետի զորակցությունը եւ օրհնությունը անչափ զորացնում է քահանային։ Եվ կրկնակի զորությամբ է կարողանում իր համայնքում նորոգել, նորովի մոտենալ եւ իր հովվական գործունեությունը շատ ավելի արժեքավոր եւ արժանավոր կատարել։ Ժողովների ներկայությունը պատահական չէ, ժողովներն իրենք երբեք չեն կարող պարզապես հենց այնպես հավաքվել եւ այսօր էլ աղավասիկ շատ ավելի կարեւոր հարցերի քննարկումներ են մեր առջեւ տրված, որոնց միջոցով քահանահայրերը կարողանում են մեկը մյուսին զորացնել։ Ամեն մեկը իր փորձով եւ ամեն մեկը իր իմացությամբ եւ հատկապես իրենց առաջարկներով ստանալով առաջարկների պատասխանները վեհապարահայրապետից եւ անմիջապես մենք կարողանում ենք իսկապես այդ օրհնությունը մեզ հետ տանել համայնքներ եւ այդ համայնքներում կարողանալ իսկապես գործունեությունը ծավալել շատ ավելի արդյունավետ։ Ժողովը բացվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Բացվեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի խոսքով։ Արդեն երկրորդ անգամ նա փոխարինում է Միքայել arczepiskopos Աջապահյանին, որը 20 տարի քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահն էր։ Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի հունիսի 27-ին ծրագրված քահանայից ժողովը հնարավոր չեղավ անցկացնել, քանի որ այդ օրը Միքայել Սրբազանին ձերբակալելու նպատակով Մայրաթոր Սուրբ Էջմիածին էին ներխուժել ուժային կառույցների ներկայացուցիչները։ Միքայել Սրբազանն այժմ տնային կալանքի տակ է, վարչական հսկողության տակ է նաև հավաքին ներկա Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Քահանայից ժողովն այս տարի անցկացվեց հակաեկեղեցական արշավին միացած որոշ բարձրաստիճան հոգևորականների եւ մի խումբ քահանաների բացակայությամբ։ Այսօր մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ շատ դեպքերում հոգեփրկական առաքելությունը նաև առնչվում է մարդու հենց ֆիզիկական փրկության հետ, որովհետև ապրում ենք մի իրականության մեջ, երբ մեր հավատավոր զավակները իրապես կանգնած են վտանգի առջև լինելության, երբ խախտված են նրանց անվտանգային պայմանները, երբ սահմանի վրա բնակվող եւ ապրող ու գործող գյուղացին շինականը անհանգստություն ունի,
երբ տնից դուրս գա իր այգին մշակելու, կվերադառնա արդյոք թե ոչ, որովհետև մեր հարևան թշնամի պետությունները իրենց սահմանապահ կետերը հասցրել են արդեն մեր հայրենի սահմաններին։ Մի իրականության մեջ ենք ապրում, երբ մեր բնակավայրերում թմրամոլությունը, արբեցողությունը, միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը իրապես վտանգի տակ են դնում այն մատաղ սերունդի եւ ընդհանրապես հայ մարդուն, ովքեր որ դուրս են եկել դասի գնալու, զբոսնելու, առևտրի եւ այլն, որովհետև կա որոշակի ընկալում անպատժելիության եւ հենց այս տեսակ երևույթներն են նաեւ որ այսօր մեզ հոգեորականներից մղում են մտածելու եւ գործելու ոչ միայն որպես հոգեփրկիչներ, այլև սթափության եւ իրապես արթնության կոչ ուղղելու մեր հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչի։ Վերապարտել, այստեղ այսօր Հայաստանի թեմերից համախմբվել են շուրջ 200 հոգևորականներ իրենց առաջնորդների գլխավորությամբ։ Ցավում ենք, որ այս հավաքին եղբայրական եւ հոգևոր այս ջերմ մթնոլորտին իրենց մասնակցությունը չեն բերում որոշ խոտորյալ մեր հոգևոր եղբայրները, arczepiskopos, եպիսկոպոս, քահանա եւ վարդապետ, ովքեր որ իրենց մտածումով, այսպես կոչված, միացել են եկեղեցու բարենորոգման այն ծրագրին, որը որ իրականություն չպիտի դառնա, որովհետև եկեղեցուց դուրս ոչ ոք չի կարող զբաղվել եկեղեցու բարեկարգությամբ։ Հոգևորականները այնքան իմաստություն ունեն եւ այնքան խոնարհություն ու հեզություն, որ իրենց հնազանդության ուխտին, իրենց հավատարմության ուխտին հետևող լինելով կարող են եղբայրաբար գալ, խոսել, խոստովանել, ընդունել կատարած վրիպումները եւ ներման արժանանալ։ Եվ այն գաղափարները, որոնք որ մեզ այսօր համախմբվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, դրանք հավերժ գաղափարներ են, որոնց մասին վեհապարայրապետը իր խոսքի մեջ արդեն խոսեց եւ մեզ պատգամեց։ Այսօր 2026 թվականի մայիսի 26-ն է, երբ ողջ աշխարհով մեկ նրանք, ովքեր որ հիշում են ավարայրի ճակատամարտը, մեկ անգամ եւս վերապրում են։ Մայիսյան օրերը, երբ մենք ուրախությամբ էինք եւ հպարտությամբ էինք ազդարարում, որ կան մայիսյան եռատոն, կա անկախ հանրապետության տոն, բայց այսօր այդ ամենը այն ոգևորությունը եւ այն ներքին ուրախությունը, հանդարտությունը չեն պարգևում մեզ, որովհետեւ առիթը լիաթոք եւ ամբողջությամբ խնդալու եւ ուրախանալու շատ քիչ է, որովհետեւ մեր հոգևոր եղբայրները բռնաճնշումների ներքո են։ Մեր մի հոգևոր եղբայրը այժմ կալանավայրում է։ Մեկ ուրիշը, ով այս ժողովի պատասխանատուն է, անունները մոռացա, Բագրատ Սրբազանը կալանավայրում է, Միքայել Սրբազանը տնային կալանքի մեջ է։ Ուրախ ենք, որ մեզ հետ գտնվող Արշակ եւ Մկրտիչ Սրբազանները մեզ հետ են, բայց ափսոս եւ դատապարտելի է, որ ինչ պայմաններում են նրանք, վարչական վերահսկողության ներքո եւ դրանից բխող մնացյալ երևույթներով։ Ցավալի է, որ եկեղեցու կողքին կանգնած
եկեղեցու համար իրենց արդար ձայնը բարձրացրած անձինք ի գլուխ ունենալով մեր ազգային եւ եկեղեցական բարերար Տիար Սամվել Կարապետյանին այսօր եւս տնային կալանքի մեջ է։ Էլ ավելի ցավալի է, որ մեր եղբայրները, մեր ազգի ազնիվ զավակները այսօր գերության մեջ են Բաքվի բանտերում եւ նրանց մասին իրենց ընտանիքներից եւ եկեղեցու կողմից նրանց ազատության վերաբերյալ բարձրացված ձայնից զատ շատ-շատերը լուր են, ինչպես որ լուր են այն ամենի հանդեպ, ինչ որ այսօր մեր երկրում իրականություն է։ Ազգային եկեղեցական կյանքում արկա հիմնախնդիրների, ինչպես նաև եկեղեցու շուրջ մտահոգիչ զարգացումների, եկեղեցականների դեմ իրականացվող հալածանքների մասին քահանա հայրերի հետ խոսեց Հայոց Հովվապետը։ Նա խոսեց նաև եկեղեցու շուրջ համախմբվելու եւ հոգեվոր միասնությունն ամրապնդելու մասին։ Գերաշնոր, հոգեշնոր եւ արժանապատիվ հայրեր։ Աստծո ողորմությամբ վերստին առիթ ունենք հանդիպելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Մեծապես կարևորում ենք ավանդական դարձած այս ժողովները, որոնք պատե առիթ են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի խորհրդով զորանալու մեր կոչման գիտակցության մեջ միմյանց գոտեպնդելու, աղոթական մթնոլորտում միասնաբար խորհրդացելու մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր առաքելության արդյունավորման շուրջ, այլև քննարկելու մեր հոգևոր սպասավորության ճանապարհին տեղ գտնող խնդիրները, ինչպես եւ մեր ժողովրդի եւ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ուղիները։ Այս առումով կարևոր ենք նկատում թեմերում սպասավորող եկեղեցականների եւ Մայրաթորի միաբանների գործուն եւ անկաշկանդ ներգրավվածությունը այս քննարկումներում։ Մեր անցյալ ժողովին հաջորդած ժամանակահատվածում աշխարհում տեղ գտած ցնցումներն ու հատկապես մեր տարածաշրջանում պատերազմական գործողությունները ցավոք իրենց ուղղակի եւ անուղղակի ներգործությունն ունեցան ազգային եւ հայրենական մեր կյանքի վրա։ Խոր մտահոգություն եւ անհանգստություն է շարունակում պատճառել նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից եւ այս օրերին իրականացվող հակաեկեղեցական արշավը։ Անհիմն մեղադրանքներով եկեղեցականաց դեմ հալածանքները, եկեղեցու ինքնավարությունը խաթարող միջամտությունները, արդարադատության ոտնահարմամբ նորանոր անօրինական արգելքներ են հարուցվում նաև հովվական առաքելության մեջ։ Զավթված են պահվում սրբավայրերը, առանցին եկեղեցիներում կարգալույծ անձինք իրենց հակականոնական սրբապիղծ գործողություններով շարունակում են խռովել հավատացյալների հոգևոր զգացումները, աղճատել կրոնացիսական կյանքը։ Ունայնամտություն է սանձազերծված բռնաճնշումները հիմնավորել հայ եկեղեցու այսպես կոչված բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ։ Ցավ է հայրապետիս համար, որ կեղծ պատճառաբանություններով հանրությանը մատուցվող այս ծրագրի իրագործմանը մեզ անհայտ պատճառներով լծվել են նաև մեր մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ, նաև թեմերի քահանաներ, որոշ հոգևորականներ կամայական կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել Պաշտպանության նախարարության եւ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ, ոտնահարելով Մայրաթորի իրավունքները, ինչը անտարակույս ունենալու է կարգապահական հետևանքներ։ Իշխող ուժի որդեգրած եկեղեցահալած քաղաքականության առնչությամբ հարկ է
որ շարունակաբար հանդես գանք սպառիչ պարզաբանումներով, որպեսզի մեր հավատավոր ժողովուրդը չտրվի կեղծ եւ անհիմն մեղադրանքների ազդեցությանը։ Հստակ է, իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել եկեղեցին, խոչընդոտել եկեղեցու ազգաշահ արդյունավետ գործունեությունը եւ նվազեցնել նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում, հատկապես ազգային ինքնության, պատմական հիշողության եւ նվիրագործված արժեքների պահպանման հարցում։ Այդ մտադրությամբ վարչապետի իսկ հրամանով կասեցվեց եկեղեցի պետություն հարաբերություններում խնդրահարույց հարցերի քննարկման նպատակով տակավին 2019 թվականին ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Նույն կերպով կրթական բարեփոխումների անվան ներքո հանրակրթական դպրոցներում 2023 թվականին դադարեցվեց հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը, կասեցվեց շոհակատ հեռուստաալիքի հեռարձակումը, լուծարվեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությունը քրեակատարողական հիմնարկներում հոգևոր տեսչությունը, կատարվեցին եկեղեցաշինությանը խոչընդոտող օրենսդրական փոփոխություններ, քմահաճորեն առանց անհրաժեշտ հստակեցումների եւ ուսումնասիրման կիրառվեցին գույքահարկի պահանջներ, նաեւ տուժեր ու դուգանքներ։ Ասեմ, որ արդեն իսկ մոմերի արտադրության պարաֆինի համար մենք վճարեցինք 228 միլիոն դրամ որպես հարկ եւ տույժ ու տուգանք։ Իսկ վերջերս նաեւ Վարշապատ համայնքի կողմից ներկայացվեց 118 միլիոն դրամի հարկ տույժ եւ տուգանք։ Եկեղեցու թիրախավորման հերթական հակաօրինական դրսևորումը իշխող կուսակցության նախընտրական ծրագրում այսպես կոչված բարենորոգման օրակարգի ներառումն էր եկեղեցու հոգևոր պետի հեռացման եւ այլ գործողությունների նախատեսումով։ Հոգևոր կյանքի վերաբերյալ նման մոտեցումը հակասահմանադրական է ու դատապարտելի։ Հակասում է մեր եկեղեցու կանոնական սկզբունքներին եւ ուղղակի միջամտություն է եկեղեցու ինքնակառավարմանը, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Արեստացին բարենորոգման ծրագիրը կեղծ օրակարգ է։ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով, ուղեկցվելով նաև բացահայտ զպարտություններով ու կեղծիքներով։ Եկեղեցու բարեփոխությունը մշտական ներքին գործընթաց է, հիմնված բացառապես եկեղեցու դարերով ամրագրված կանոնակարգերի վրա, բավերացված եկեղեցական ժողովական մարմինների կողմից։ Ուստի ամեն ջանք ի գործ դնենք պաշտպանելու մեր Սուրբ եկեղեցու պատմականորեն կանոնակարգված, ինչպես եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ միջազգային հռչակագրերով երաշխավորված իրավունքները եւ կանխելու եկեղեցու կյանքում այս օրինակ վտանգավոր նախադեպերի ստեղծումը։ Սիրելի հոգևոր հայրեր, այս փորձությունը պետք է հաղթահարենք արժանապատվորեն, եկեղեցական կանոնների անշեղ հարգումով ու կարգապահությամբ, մեր Սուրբ եկեղեցու եւ մեր նախնյաց ավանդների նկատմամբ հավատարմությամբ, զինվեք քաջությամբ եւ առաքելության նկատմամբ սիրով ու հաստատակամությամբ։ Այսօր ամենքս պարտավորություն ունենք առաջին հերթին եկեղեցու մարմինը անխաթար
ամբողջական ու միասնական պահելու եւ թույլ չտալու, որ արտաքին միջամտումներով պարակվի եկեղեցին։ Փաստը, որ եկեղեցու դեմ արշավը հանրային աջակցության չարժանացավ, չպետք է անգործության մղի մեզ։ Մայրտաճարի խորանի առջև կատարած ուխտի հանդեպ հավատարմությունը պետք է առաջնորդի ամենքիս մեր բոլոր որոշումներում եւ քայլերում, որպեսզի եկեղեցին անսասան իր կոչման մեջ հավետ լինի անլռելի կոչնակը աստվածահաճո կյանքի, քաջարի ջատագովը արդարության ու ճշմարտության, աննկուն պաշտպանը Քրիստոսի հետևորդների շահերի եւ իրավունքների։ Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատքի մեջ, քաջ եղեք, զորացեք, պատգամում է առաքյալը։ Այս գիտակցությամբ շարունակեք հովվական խնամք տանել եւ հոգալ կարիքները մեր ժողովրդի զավակների, քաջալերել ընթանալ Աստված սիրության շավիղներով, մերժել ազգավնաս գաղափարներն ու գործողությունները։ Այս առիթով բերում ենք ձեզ մեր օրհնությունն ու սերը եւ ազգօգուտ ու բարեբեր ծառայության մաղթանքները, բարձրորեն գնահատելով այս դժվարին օրերին ձեր դրսևորած քաջարի ոգին, հաստատակամությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ եկեղեցում կանոնականության ու միության պահպանման նկատմամբ։ Աղոթում ենք, որ Տերը խաղաղության ու ապահովության մեջ պահի հայրենի մեր երկիրն ու աշխարհասփյուր հայությանը։ Իմաստություն շնորհի հայրենաբնակ մեր ժողովրդին, առաջկա խորհրդարանական վճռորոշ ընտրության մեջ եւ անսասունություն ու հավետ պայծառություն մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց այսօր եւ միշտ եւ հավիտյան ամեն։ Պարզապես զարմանալի է մի բան, որ նրանք, ովքեր որ կոչված են օրենք պահպանելու, թիվ 1 օրենքի խախտումներ իրենք են կատարում։ Սահմանադրական կարգի խախտում է կատարում փաստորեն, որովհետև ներառել սեփական կուսակցության ծրագրի ներսում այնպիսի մի գործունեություն ապագա այդպես կոչված ընտրվելուց հետո, որոնք պիտի իրագործվեն, եւ դրանց մեջ այնպիսի գործողություն է սպասվում, որ ծիծաղելի է նույնիսկ, բայց նաեւ դա զավեշտ է, որովհետև Եմ կրկնում թիվ 1 մարդը, որ պետք է ինքը օրենքի պաշտպան լինի, սահմանադրության պաշտպանը պետք է ինքն է փորձում խախտել սահմանադրություն եւ բազմակի անգամներ երևի թե տարիներ շարունակ բոլոր տեսակի օրենքների խախտումները անմեղության կանխավարկածներից սկսած մինչեւ ինքնուրույն միջամուխ լինելը հատկապես եկեղեցական որոշակի կարգ ու կանոնի օրենքների, սա արդեն ծիծաղելիդ վերածվեց զավեշտի։ Թվում է թե միգուցե չգիտեին, բայց զարմանալի է, որ պետության ղեկը իր ձեռքը վերցնելու ցանկություն ունեցող մարդիկ արդեն սկսում են անօրինականությամբ իրենց ճանապարհը։ Դա իսկական հասկանալի է։ Սրանում է կայանում քահանայի առաքելությունը, մնալ իր առաքելության մեջ հավատարիմ, իր ուխտին հավատարիմ մայրաթորին եւ ավետարանին, եւ բնական է դրանում նաեւ պատրաստ լինել ամբողջական կերպով իր համայնքի կողքին լինել, իր համայնքի ուսուցանողը լինել։ Օրվա ընթացքում քահանա հայրերը զեկույցներ լսեցին։ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փարեն քահանա Առաքելյանի զեկույցը վերաբերում էր եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, արտաքին ճնշումներին եւ ներքին խնդիրներին։ Բանախոսը պատմական ակնարկ կատարեց, զուգահեռներ անցկացնելով անցյալում եկեղեցու դեմ իրականացված բռնաճնշումների եւ մերօրյա իրողությունների միջև, ընդգծելով, որ բոլոր ժամանակներում եկեղեցին հաղթանակած է դուրս եկել փորձություններից։ Ամենակարևոր շեշտադրումը իմ զեկույցի մեջ այն է, որ մենք պիտի լինենք միաբան, համախմբված Վեհափար Հայրապետի շուրջ, մեր մայր եկեղեցու շուրջ եւ պիտի ավելի շատ կազմակերպենք համատեղ աղոթքներ, ավետարանական ընթերցումներ եւ ել ավելի շատ փորձենք ավետարանական լույսը ջամբել մեր հավատացյալ ժողովրդին։
Տեր Փարենը խոսեց նաև հակաեկեղեցական արշավի հետևանքով առաջացած խնդիրների մասին, մտահոգություն հնչեց, որ կարգալույծ որոշ հոգևորականներ շարունակում են ապօրինաբար զավթած պահել եկեղեցիներ և կեղծ արարողություններով մոլորեցնել հավատացյալներին, խորացնել պառակտումները։ Խոսքը վերաբերում է Հովանավանքի և Թալինի նախկին քահանաներին, որոնք շարունակում են ծեսեր իրականացնել։ Հարկ է նշել, որ այդ անձինք օգտվում են պետական հովանավորությունից։ Արագածոտնի թեմի հոգևորականները նախաձեռնել են մի շարք իրազեկման միջոցառումներ։ Տարբեր հարթակներով հանրությանը ներկայացնում են խնդրի էությունը, հորդորում մարդկանց զերծ մնալ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում և Հովանավանքում իրականացվող արարողություններից, խոսում են հոգևոր անվտանգության մասին։ Հայտնի իրողություն է, որ արդեն տևական ժամանակ է հայ առաքելական Սուրբ եկեղեցին փոթորկված է եւ ունի մեղմ ասած բազում մտահոգություններ։ Ճիշտ է, հայ եկեղեցին լինելով գործուն օրգանիզմ, բնականաբար միշտ էլ ունեցել է որոշակի խնդիրներ եւ մշտապես էլ գտել է լուծման ճանապարհներ։ Սակայն արդի իրավիճակն այլ է, քանի որ այժմ խնդիրները չեն առաջանում բնականորեն, այլ արհեստածին են եւ հովանավորվում են իշխանությունների կողմից ու դրսից են։ Չնայած որ այսպիսի խնդիրներ եւս թե հայ եկեղեցին եւ թե ողջ քրիստոնյա աշխարհն ունեցել է եւ կարողացել է դրանք հաղթահարել։ Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման դադարեցումը դպրոցներում, շողակաթ հեռուստաընկերության նկատմամբ վերաբերմունք, բանակում, քրեակատարողական հիմնարկներում հոգևորականների ծառայության դադարեցում, վերջին տարվա ընթացքում բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ շինց ու մեղադրանքներ եւ ազատազրկումներ, հոգևորականների եւ նրանց ընտանիքի անդամների նկատմամբ անարգալից վերաբերմունքներ, խուզարկություններ, գույքի բռնագրավում, եւ որ ամենակարևորն է, ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ մերժելի եւ դատապարտելի վերաբերմունք, ընդհուպ վարչական վերահսկողության որոշմամբ, սրբություն, սրբոց մայր տաճարի վրա ուղղակի հարձակում, այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական բռնաճնշումներ։ Տեղերի հովվության հոգևոր հովիվ Տեր Մխիթարը, դիմելով Հայոց Հայրապետին, առաջարկեց հնարավորություն ընձեռել տարբեր թեմերի հոգևորականներին մայրաթոռում ուխտի պատարագ մատուցել։ Վեհափառ Հայրապետը ողջունեց առաջարկը, կարևորելով թեմերի միջև հոգևոր կապի սերտացումն ու եկեղեցու միասնությունը։ Քահանայից ժողովը մշտապես հնարավորություն է ընձեռել բոլոր հոգևորականներին ազատ արտահայտվել, իրենց կարծիքներն ու մտահոգությունները ներկայացնել հովվապետին, ինչպես նաև առաջարկներ հնչեցնել։ Այսպիսի ազատ եւ բաց քննարկումներն ըստ քահանաների նպաստում են եկեղեցու ներսում առկա հարցերի լուծմանը։ Անուշ Առաքելյան, Սուրեն Տեր-Գրիգորյան, Վռամ Խանամիրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։